Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էդուարդ Էնֆիաջյանը, Արցախյան ազատամարտի առաջին ազատամարտիկներից է պարոն Էնֆիաջյանը։ Մենք մի քանի անգամ եթեր միասին արել ենք, երևի դուք բոլորդ արդեն շատ լավ ճանաչում եք Էդուարդ Էնֆիաջյանին, նա նաեւ բազմաթիվ սպայեր է պատրաստել Վազգեն Սարգսյանի ինստիտուտում ժամանակին։ Բարև ձեզ, պարոն Էնֆիաջյան։ Բարև ձեզ հարգելի դիտորդներ, բարև ձեզ պարոն Այվազյան եւ շնորհակալություն նման ընձեռնված հնարավորություն ինձ տրամադրելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Էնֆիաջյան, ես գիտեմ, որ դուք հետևում եք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ վերջին օրերի շատ ակտիվ քննարկման հարց է դարձել, հատկապես երեկ եւ այսօր, երեկվանից սկսենք, մի խումբ մարդիկ դիմակավորված զենքերով Արցախի եւ Հայաստանի դրոշներով, զինանշաններով սպառնացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղարաբաղի ակցենտով, որ իբր նա հանձնել է Արցախը եւ նման ինչ-որ բաներ։ Ձեր դիրքորոշումը որպես ազատամարտիկի։ Եվ ոտանիներին ես կանվանեմ Նաիրի Հունանյանի անվան ջոկատի զինվորիկներ կամ էլ Վալերի Տերմյակովի անվան ջոկատի զինվորիկներ։ Մենք իրենց հետ առնչվել ենք նման կենթանիների հետ 1990 թվականի մայիսի 27-ին, երբ տեղի ունեցավ շատ մեծ պրովոկացիա եւ գնդակահարվեցին Երևանում կայարանում մի քանի նվիրյալ հայ ազգի զինվորներ, այնուհետև այդ Նայիրի Հունանյանի անվան ջոկատի ղեկավարները, այսինքն Նուբար Հաշեմի ներքին զորքերի հատուկ նշանակման գունդը ռազմական տեխնիկայով փորձեց ներխուժել Երևան քաղաք եւ գնդակահարեց բավականին մեծ քանակությամբ քաղաքացիական բնակչություն։ Բնականաբար կազմակերպվեց լուրջ դիմադրություն եւ մոտ մեկ ամիս հետո որոշում ընդունվեց շատ լուրջ հրամանատարների կողմից, որ Երևանում ժամանակն է խուժանությունը դադարեցնել եւ մտցնել պարետային ժամ։ Եվ 90 թվականի ամառը չեմ հիշում է կոնկրետ երբ մենք մտցրեցինք պարետային ժամ, ոչ ոստիկանությունը չմտցրեց։ Ներքին գործեր, ես իմ սովետական Երևանում ուներ պարետ, Երևանում պարետային ժամ էր դեր Մոսկվայի կողմից նշանակված, բայց Կորնիձորի Արայիկը, գնդապետ Առաքելովը, Սենիկը եւ բոլոր հրամանատարները որոշում կայացրին Երևանում մտցնել պարետային ժամ։ Հիմա ես ուզում եմ դիմեմ այդ երկ ոտայները, որոնք մասկաներով Հնարավոր է ոչ էլ սպառնում են, կռվել են, պարոն Էնֆիաջյան, ընդհանրապես կապ չունեն Արցախ։ սպառնում են բնակչությանը։ Ես առանց մասկա եմ։ Տիգրան Գրիգորյանը առանց մասկա է։ Այն օրը, որ դուք առաջի կրակոցը արիք Երևանում, շատ հնարավոր է ես եւ իմ մարտական ընկերները չթողենք Նիկոլը բանանի, արդեն մենք կարող է հելնենք փողոց ու ոնց որ 90 թվին պարետային ժամ հայտարարենք, այս անգամ մենք կարող ենք պարետային ժամ։ Եվ դուք երանի կտաք, որ Նիկոլը պարետային ժամ տա, ոչ թե մենք։ Որովհետև այդ օրերին 90 թվականի դուք բոլորը մտաք ձեր ծակերը։ Մինչև 91 թվի վերջ դուք չէիք երևում։ Մինչև Արտուր Մկրտչյանի Արցախում այդ ոչրագործությունը, որ Արտուր Մկրտչյանի հանդեպ կատարվեց, միջև այդ պահը դուք չէիք Երևանի փողոցներում։ Հիմա նորից երևում եք։ Այսինքն դուք կապում եք այդ ամենը ռուսական թևի հետ, հա, պարոն Էնֆիաջյան։ Միանշանակ։ Եվ ես գիտեմ մոտավորապես ով է անում։ Այսինքն ուզում են քաոսի վերածել Երևանը։ Ասեմ ձեզ, հիմա ես ասեմ, այդ բանը անում է այն կենթանին, որը вообще-то ի պաշտոնը պետք է ուրիշ պետությունում ինքը աներ այդ բանը։ Իրա պաշտոնով ինքը պետք է ուրիշ պետություններում նման բաներ աներ։ Բայց փաստորեն ինքը մասնագիտացած է միայն Հայաստանի Հանրապետությունում նման բաներ անել։ Դա էլ կհաշվի կառնեմ։ Պարոն Ա. Կետ։ Շնորհակալություն։ Այսինքն փաստացի դուք համոզված եք, պարոն Էնֆիաջյան, որ սա ռուսական խաղ է, իրենք ուզում են Երևանում քաոս ստեղծել, եւ ձեր զգուշացումը այն է, որ եթե
նույնիսկ դա իրենց հաջողվի, դժվար թե իրենց դա հաջողվի, ես դա գրեթե բացառում եմ, բայց այնուամենայնիվ ժողովուրդը ոտքի կկանգնի, մնացած ազատամարտիկները կկանգնեն ոտքի եւ ամեն դեպքում իրենց դա չի հաջողվի։ Խոսքը ռուսների մասին է եւ խոսքը կոնկրետ ձեր ռուսներին է ուղված։ Ես այդպես եմ հասկանում։ Խոսքս ուղղված է գնդապետ Դմիտրի Ավանեսովին, գեներալ Չերլովին, գեներալ Բեսեդային, գնդապետ Ելենա Պետրոսյան-Շուվաևային։ Խոսքս կոնկրետ իրանց է ուղղված եւ պրապորչիկ Միկա Բադալյանին։ Խոսքերս կոնկրետ իրանց է ուղղված, կոնկրետ, ասում եմ ում։ Ավանեսովին Դմիտրի գնդապետ, գեներալ Չերնովին, գեներալ Բեսեդային եւ պրապորչիկ Միկա Բադալյանին։ Հələ որ այդքանը կասեմ։ Պարոն Էլֆիաջան, այսօր հետաքրքիր հրապարակում եղավ, չգիտեմ դուք որքանով տեղյակ եք թե չէ, ռուսական տեղեկատվական յութուբյան ալիքներից եւ լրատվամիջոցներից մեկը փաստաթղթեր հրապարակեց, այսինքն այդ լրատվամիջոցը հիմա գտնվում է Լիտվայում, քանի որ փախած են Ռուսաստանից, իրենք ռուսական լրատվամիջոց են, ազատ հետաքննող, փաստեր են հրապարակել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատանը աշխատող ՖՍԲ-ի գործակալների վերաբերյալ, որոնք որ գնում են ռուսական ռազմաբազա, ինստրուկտաժներ են անում, թե ինչ է պետք անել, ինչպես է պետք վարվել։ Ծանոթ եք թե չէ այս հաղորդագրությանը։ Եթե ծանոթ չեք, կարող եմ ավելի Համ մանրամասն։ դրան եմ ծանոթ, համ դոսիե հաղորդագրությանն եմ ծանոթ, համ դոսիեին, համ դրան եւ ունեմ այլ աղբյուրներ, որոնք հաստատում են դա։ Խնդրեմ։ Հայաստանի Հանրապետությանը դե ֆակտո հայտարարված է պրոքսի պատերազմ։ Ինչպես նախորդ ինտերվյուում պարոն Չապարյանին ասեցի, լավ կներ, որ մեզանից մեկը դուք լինեիք, պարոն Այվազյան, ես լինեի, Ափո Չապարյանը կամ որևէ այլ արևելագետ միջազգայնագետ, որ մասնակցեին այս Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած այս ֆորումին, որ հասկանայինք ինչքան է Թուրքիան ներգրաված այս process-ների մեջ, քանի որ ես կասկած անգամ չունեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացնում է Թուրքիական Հանրապետությունում բոլոր իր օպերացիաների մասին, մեր հանդեպ, քանի որ նրանք ունեն փոխադարձ պարտավորություններով լի պայմանագիր, գիտեք որի մասին է խոսքս։ Հա, ինձ հետաքրքիր է Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը, այսինքն ինքը ակողբա, որ Հայաստանում էս մասկաներով լակոտների Ռուսաստանը ուղարկի, ասի sense բաներ արեք, թե ինքն է ուղարկի, թե ինք Հանրապետություն դրանից նա չտեղեկացնի Թուրքական Հանրապետության իր պարտներներին։ Ուստի այդ դա հասկանալուց հետո կարելի է մոտավորապես ինչ-որ անալիզ ունենալ, բայց այսօր պարզ երևում է այդ մեջտեղի սև դրոշակն էլ իբր թե ինչ-որ նշաններ հայերենի նման տարերով իսլամական պետության նշան են համապատասխանեցնել։ Երբ տեսնեք, հեսա ունեմ նկարը, մի վարքյան ցույց տամ այս նկարը ավելի պատկերավոր լինի, որ տեսեք սրիկաները ինչ են արել։ Նայեք, տեսնում եք այս սևը մեջտեղի, իբր թե Այո, հայերեն տարեր են։ այո, Բայց իրանք սարքեն դրոշ, որի մեջ ատառ է, որի միջից բռունցք է դուրս գալի ինքնաձիգով։ այո։ Տեսեք, սակայն նա սև դրոշի մեջ է։ Սա խոսում է նրա մասին, որ նույն Սիրիայի տղաները, որ գնացին Սիրիա, Դաղեստանի, Չեչենական Հանրապետությունից եւ Ռուսաստանի այլ շրջաններից, նույն դրոշով վազվզում էին Սիրիայի անապատներում։ Պարզապես սրա վրա թե մի հայերեն տարա, նրանց վրա մի քանի հատ ատառ կար, մի քանի հատ մի հատ ակբար տես բաներ կար գրած նրա վրա։ Նույն դրոշակն է։ Փաստացի Ռուսաստանը նաև ունի պլան B, հա, այդպես է դուրս գալիս պարոն Էլֆիաջան, որ եթե հիմա չստացվի անցկացնել Սամվել Կարապետյանին Հայաստանի իշխանության, ապա իրենք փորձելու են քաոսի վերածել Հայաստանը այն ձևով, ինչպես այդ ամենը տեղի ունեցավ Սիրիայում եւ ինչպես տեղի ունենում փաստացի նաև Աֆրիկայում։ Ինչպես տեղի Աֆրիկյան ունեցավ, երկրների նման են վերաբերվում Հայաստանին։ թույլ տվեք ասեմ, նրանք ուզում են իրագործել նույն պլանը, որը իրագործեցին Արցախում 1992 թվականին Մկրտչ օրինական ընտրված Գերագույն սովետի նախագահ Մկրտչյան Արտուրին ֆիզիկապես հերացրեցին եւ նշանակեցին իրենց լակոտին, այսինքն այս Քոչարյանին։
Նույն բանը ուզում են անեն ստեղ Կարապետյան, Սամվել կամ որևէ մեկը կապ չունի, բայց հանկարծ հայ ժողովուրդը չկարողանա մի բան փոխի։ Դա է խնդիրը։ Հայ ժողովուրդը ինքը իրավունք չունի մի բան փոխի։ Դա է խնդիրը։ Ստե այն չի որ ես Նիկոլ եմ բանանում, աբսոլյուտն է, սակայն ես մի բան գիտեմ, որ այս ընդդիմություն կոչեցյալը իսկական ընդդիմադիրների ի հայտ չգալու համար է ստեղծված։ Եվ հույս ունեմ, որ այս ընտրություններից հետո իսկական ընդդիմություն մենք կտեսնենք, իրական ընդդիմություն։ Սա ընդդիմություն չի, սա այլ պետության պրոքսի է։ Պարոն Էլֆիաջան, Ընդդիմությունը մենք ես եմ։ նաև տեսանք մի հետաքրքիր փոփոխություն, փաստացի Վլադիմիր Պուտինը, եթե նախկինում լռում էր, խոսում էր Զախարովան, խոսում էր Լավրովը, խոսում էր Օվերչուկը, հիմա ապրիլի սկիզբ, երբ որ փաստացի ուղիղ եթերում բանավեճ տեղի ունեցավ Փաշինյանի եւ Պուտինի միջև, Փաշինյանը համարձակվեց հակաճառել Վլադիմիր Պուտինին, դրանից հետո արդեն Պուտինը սպառնալիքներով հանդես եկավ։ Եթե դուք տեսաք, հենց հաղթանակի օրը զորահանդեսից հետո ինքը սպառնալիքով հանդես եկավ, որ ձեզ սպասվում է փաստացի Ուկրաինայի ճակատագիրը։ Սկզբում շատ այլ ձևով էր ինքը հանդես գալիս, որպեսզի շատերը չհասկանան, նույնիսկ կան մարդիկ, ովքեր որ ինձ ասում են, տեսեք, ասեց ինչ ճանապարհով էլ որ գնաք ձեր ընտրությունն է, այսպես, այնպես, բայց որ տակը ասեց, որ Ուկրաինայում էլ այդպես էր սկսվում, կարծես որոշները չեն նկատում։ Ինչպես կգնահատեք դա, հետո նաև մնացած սպառնալիքները հնչեցին Վոլոդին, Լավրով, Ասեմ ձեզ, ասեմ ձեզ, ես դա նկատեցի, սակայն մի ուրիշ բան է նկատեցի։ Հայաստանի Հանրապետությունը բավականին լուրջ օգնում է Ռուսաստանի Դաշնությանը եւ դրանից տեղյակ են Հայաստանի Հանրապետության գործընկերները, բավականին լուրջ օգնում է Ռուսաստանի Դաշնությանը արտաքին աշխարհ դուրս գալու համար։ Մեկ օգնում է լոգիստիկայով, օգնում է այդ թվում նաև ֆինանսապես, բավականին լուրջ եւ ռեէքսպորտ է կազմակերպում Ռուսաստանի Դաշնության համար։ Հայաստանի Հանրապետության գեոպոլիտիկ նշանակությունը այնքան բարձրացել է, որ արդեն Ռուսաստանին Հայաստանը շատ-շատ ավելի է պետք, քան թե Ռուսաստանը մեզ։ Ասեմ ձեզ ինչու։ Ռուսաստանի Դաշնությանը խողովակներ են պետք շփվելու արևմուտքի հետ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մի քանի խողովակներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանի միջոցով նա խոսում է արևմուտքի ղեկավարների հետ։ Դա պարզ երևաց, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ Մոսկվա եւ պարոն Պուտինից լսեց իր անհանգստությունները, լսեց իր բողոքները, որոնք նա փորձեց փոխանցի եվրոպական ղեկավարներին։ բայց Եվ երևի այնուամենայնիվ տեղյակ։ սպառնում են, պարոն Էլֆիաջան։ Ինչպես Բայց դա սպառնում են։ գիտեք ինչ, դա շատ հնարավոր է որ սպառնում եք, այո, եւ այդ սպառնալիքը շատ հնարավոր է ներքին շուկայի համար է։ Բայց այդ զինված խումբը եւ այլն ամեն դեպքում ինչ որ բան դուք էլ ընդունեցիք եւ փաստեցիք, որ պլանավորվում է, այսինքն ունեն պլան A, պլան B եւ այդպես շարունակ։ Միանշան է։ Եթե իրենք իրենց ծրագիրը չկարողանան իրականացնել եւ իրենց իշխանափոխությունը տապալվի ընտրությունների միջոցով, իրենց հիբրիդային պատերազմի հետո եթե տապալվի նաև այլ փորձերը տապալվեն, իրենք արդեն կսկսեն աշխատել, հա, կշարունակեն աշխատել Հայաստանի իշխանությունների հետ ստիպված։ Եվ Սենց է կօգտագործեն այդ վիճակը։ խողովակները։ Այո, լինելու է մոտավորապես ինչպես Լիտվայում, Լատվիայում։ Հիշում եք, նախքան դուրս գալը, նախքան անջատվելը, Եվրոմիությանը միանալը, սպառնալիքները հիշում եք, ձեր շպրոտները դուք կուտեք, ձեր ռիսկի բալզամը դուք կուտեք, ձեր էսի դուք կուտեք, տենամ ինչ եք անելու առանց մեզ։ Հետո Յուրմալայում փառատոններ սկսեցին անցկացնել, հետո իրաց փողատերերը սկսեցին Ռիգայում տներ առնել։ Հիշում եք։ Հա։ Եվ ասեմ ձեզ, ռուսական ինչքան հասկացա, ռուսական էլիտան մեզ ոնց է թե բացատրություն թողնի, որ կարողանա մեր միջոցով արևմուտքի հետ շփվի։ Ինձ տենց է թվում։
Ինձ թվում է Պուտինի եւ Արևմուտքի միջև մեր հարցում կոմպրոմիս է ձեռք բերված։ Շատ Չգիտեմ, հետաքրքիր ես վարկած է, նման բայց ամենայն զգացումներ ունեմ։ հավանականությամբ պլան A, պլան B եւ այդպես շարունակի վերջի պլաններից մեկը ստիպված իրենք երևի արդեն դրան դիմեն։ Ստիպված Եթե փորձեն եթե եթե համապատասխան։ Բայց շատ արագ ամսի եւ հիշեցնում են մեզ շատ արագ միշտ մշտական ռեժիմով, որ մեզ պետք է կողմնորոշվել ԵԱՏՄ-ից դուրս գանք կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ։ Դա շատ են ասում։ մենք ԵԱՏՄ-ում չենք, պարոն Այվազյան։ Մենք այսպես թե այնպես ԵԱՏՄ-ում չենք։ Մի քանի հոգի, որ ԵԱՏՄ-ում է, այդ չի նշանակում մենք ԵԱՏՄ-ում ենք։ Դե Մենք չենք կարող փաստաթղթերով ԵԱՏՄ-ում լինենք։ ԵԱՏՄ-ում են եւ առևտուր են անում։ Պարոն Այվազյան, մի քանի հոգի, այո, ԵԱՏՄ-ում են։ Բիզնեսմենների Ես մասն է չեմ ուզում խոսքը, հա, երևի։ անվանեմ այդ մի քանի հոգի, բայց կարող է մի 20 հոգի։ Եթե Հետաքրքիր մենք, տեսակետ է։ ի՞նչ է նշանակում, ասում է բենզինը ինչ եք Ադրբեջանից առնում։ Լավ, Ադրբեջանից չեք առնում, Լուկոյլից ենք առնում։ Սոկարը Լուկոյլում բաժին ունի, Վագիտ Ալեքպերովը Սոկարում բաժին ունի, Վրաստանի Դաշնությունում բոլոր հայկական եկեղեցիները անվճար Սոկարից գազ էին ստանում տարիներ։ Ստանում Ինչի են, մեկը էլի։ ձեն չանեց, ես էի ձեն հանում, պարոն Այվազյան։ Այդ ադրբեջանական գազը վառելուց հայ առաքելական եկեղեցին ազգային արժեքները չեր հիշում։ Դե Գարեգին Ինչու՞ երկրորդ հայ երևի չգիտեր այդ առաքելական մասը։ եկեղեցին ազգային արժեքները պահելը կապում է Ադրբեջանի նավթի հետ։ Դե հարց եմ տալի, Ադրբեջանի նավթի ու գազը Վրաստանում ազգային արժեքների վրա չի ազդում, բայց Հայաստանի Հանրապետությունում ազդում, հա։ Դե այդ Կարող եմ հարցը այդ պետք հարցը է տալ ուղղել ուղղագրին։ Գարեգին Բ-ին, Կատրիչ Ներսիսյանին։ Պարոն Այվազյան, հարց եմ տալի։ Դուք Վրաստանի բնակիչ եք։ Պարզ հարց եմ տալի։ Վրաստանի հայ առաքելական եկեղեցու բոլոր ծխերը եւ կաթոլիկ եկեղեցին սոկարից գազ անվճար որևէ ժամանակ ստացել է թե ոչ։ Ստացել են, ես կարող եմ փաստել։ Ստացել է։ Հարց եմ տալի։ Մեր ազգային արժեքները Վրաստանում ընկել են թե ոչ։ Դժվար հարց է, չէ, Լավ, չեմ դուք չեմ դադարել եք հայ լինելուց, որ հայ չէ առաքելական բնականաբար։ եկեղեցին գազա վառ է ադրբեջանական։ Չէ բնականաբար, բայց այդ մասին Էջմիածինը երբեք չի խոսել, չէ։ Դա էլ կա։ Այս Դա էլ հետաքրքիր խոսանք, նյուանս է։ դե եկեք խոսանք Երևանում, եթե թե Վրաստանում Դա վրացական իրենց ձեռնտու Վրաստանի չէր, հայկական չէին նկատում։ Դա իրենց ձեռնտու չէր, Էջմիածնում չէին բա ես նկատում։ նկատել եմ, բա ինչի չլսեցին։ Ասում եմ մի առեք։ Ես ասել եմ, պարոն Այվազյան, չեմ ասել, դուք չեք հաստատում, որ ասել եմ մի առեք։ Այո, իհարկե։ Ես ասում եմ մի առեք Ադրբեջանից։ Լևոն Արոնյանը $50,000 որ սոկարից փող ստացավ։ Ասել եմ մի վերցրու այդ փողը, ասել եմ, վերցրել է։ Պարոն Էլֆիաջան, եւ վերջում Հայաստանի Օլիմպիական կոմիտեի բազմիցս դիմել էի, ասել էի Ադրբեջան մարզիկներ մի ուղարկեք։ Ուղարկել է։ երևի, չգիտեմ։ Իսկան Տեղյակ չեմ։ Զաքարյանը Ադրբեջան մարզիկ ուղարկել է, թե ոչ։ Իհարկե ուղարկել է։ Ասել եմ մի ուղարկի։ Դեռ պատերազմ չկար։ Դեռ Նիկոլ Փաշինյան չկար։ Խեր ուղարկում։ Այսինքն Ասում էի ինչա որ իրենց Ռուսաստանից բենզին ձեռնտու է մի արել։ առեք։ Ասում էի ֆլեշի Բարսեղին, ասում էի Լուկոյլից բենզին մի բեր։ Ասում էի Վագիտ Ալեքպերովից հետ գործ մի արա։ Լսում էր ինձ։ Սերժենցը տանիքների անդամներին ասում է ադրբեջանցիների հետ գործ մի արեք։ Մեկը լսում էր, ռազմական գործիչներին ասում է Թուրքիայի հետ առևտուր մի արեք, դուք զինվորական գործիչներ եք։ Լսում էին մեզ։ Գեներալ Միքայել Հարությունյանի հալալ քուրը Զոյան Ադրբեջանի քաղաքացի է, ապրում է Շամխոր քաղաքում։ Ինքն է Ռուսաստանի քաղաքացի է, Միքայել Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայերեն գրել կարդալ չգիտեր, քուրն էլ ադրբեջանցու հետ ամուսնացած Շամխոր քաղաքում ապրում էր։ Թուրքիայի հետ առևտուր էր անում։ Չէին տենում։ Հետաքրքիր փաստեր են շատ։ Շատ Զինվորականներ հետաքրքիր կային, փաստեր որոնք են։ սովետական բանակի կազմում
Մասնակցում էին կոլցո օպերացիայում Արցախում։ Եվ հետո ծառայությունը շարունակեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Այդ ո՞նց ստացվեց, որ իրանք ծառայությունը շարունակեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Այդ ո՞նց ստացվավ KGB-ի սպաները, որոնք մեզ ձերբակալում էին, հալածում էին, հետապնդում էին, մեզի փորձում էին զինաթափեին, չթողեին պաշտպանություն կազմակերպեին։ Այդ ո՞նց եղավ իրանք շարունակեցին ծառայությունը։ Այդ ո՞նց եղավ Վարյան Հովիկը, որ բանտերում մարդկանց ծեծում էր քաղաքական բանտարկյալներին։ Կապիտան Վարյան Հովիկը, Հովանես Վարյանը, այդ ո՞նց եղավ դարավ գեներալ եւ ներքին գործերի փոխնախարար, ամբողջ կրիմինալական աշխարհին ատրճանակներ էր նվիրում։ Այս հարցերի պատասխանը հիմա հնչեցնենք ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո, պարոն Փաշինյան։ Եփեք մեզ կանչելու ցուսմունք տանք։ Եփեք մեզ հրավիրելու ցուսմունք տանք հարգելի դատախազություններ, քնչականներ, եփեք լյուստրացիա անելու։ Եփեք այս մարդկանց հայտնաբերելու, որոնք ոչնչացրել են հայպետականությունը։ 1920 թվից մտել են եւ դուրս չեն գալի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Լեգիտիմ 1918 թվի Հայաստանի Հանրապետությունը ոչնչացրեցին եւ հիմա սկսել են անվանել երկրորդ հանրապետություն, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 25-րդ։ Սա ի՞նչ է։ Այս ընդդիմությունը նշանակված է, որ այս հարցերը չբարձրացվի։ Այս ընդդիմությունը կեղծ օրակարգ առաջ քաշում։ Սա Արցախի հարց չի, սա Նախիջևանի հարց չի, սա Արտվինի հարց չի, սա անգամ Ղարսի հարց չի, սա Վանի հարց չի, սա հայկական հարց է։ Սա հայ ազգի Հայաստանում ապրելու իրավունքի հարցն է։ Պատմական Հայաստանի տարածքում կա 5 պետություն, եթե ոչ 6։ Եվ Հայաստանի Հանրապետության համար տեղ չկա։ Այս հարցի շուրջ պետք է խոսել։ Այսօր Ղարաբաղը փոկեցին, Արցախը, Նախիջևանը, Ղարսը։ Ինչ է տեղի ունեցել։ Ինչ է տեղի, ոչինչ։ Նույն բանն է տեղի ունեցել, ինչ որ Ղարսի հետ է տեղի ունեցել։ Խլել են, օգտագործելով հայի տականքին։ Երբ մենք ձայն ենք բարձրացնում Վազգեն Սարգսյանի վաղճանի օրվանից, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը եւ անվտանգությունը առաջնահերթությունը, սրանք անվտանգություն հասկանում են անձնական թիկնապահների հզորացում, թիկնապահ ինստիտուցիոնալ կայացում, կիսաքրեական հանցագործների բաղկացած ստորաբաժանումներ։ Այդ էին սրանք անվտանգություն հասկանում։ Սրանք հասկանում են հայերին գաղտնալսել անվտանգություն, միտինգներին գաղտնալսել, կուսակցություններ ստեղծել, կուսակցություններ փակել, տենց են սրանք անվտանգություն հասկանում։ Սրանք իրանց անվտանգությունը հասկանում են այնքան, ինչքան Պուտինն է հասկանում անվտանգություն։ Հայ ժողովրդի անվտանգության մասին խոսք լինել չի կարող։ Մեր ցեղասպանությունը շարունակում է, ոչ թե մեզ ցեղասպանել են։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր փաստեր ներկայացրիք, Այս սրիկաներին, որ մասկաներա պարոն Պուտինը հագցնում, չի իմանում, որ ամբողջ աշխարհը գիտի ով է նման սցենարներ ռեժիսորում։ Գիտեն, երևի գիտեմ։ Եվ ասեմ ձեզ, մենք 50-ից մարդիկ ենք, բայց մեր երիտասարդները 20, 28, 30 տարեկան, այնց հայ երիտասարդներն թվային գաղափարներով, ժամանակակից կրթությունով, լավ դպրոցներ, համալսարաններ ավարտած, դուք ձեր հախից գալու եք, սրիկաներ, հայ ժողովրդի թշնամիներ, մեր երիտասարդները ձեր հախից գալու են։ Պարոն Էնֆիաջյան, եւ վերջում ուզում եմ խոսել այն միջոցառման մասին, որը որ տեղի ունեցավ Լոս Անջելեսում, չէ՞, եթե չեմ սխալվում, թե Գլենդելում։ Եվ մի քանի պատվոգրեր ձեզ տվեցին, ավելի լավ կներկայացնի դա ձեզ նաեւ մեր հեռուստադիտողների առջև։ Պատմեք ինչի մասին է խոսքը։ Երևանում շատ գեղեցիկ Վահե Էնֆիաջյանը, որ եղբորս տղան, իր ընկերների հետ մի վավերագրական կինոնկար էին պատրաստել Էնֆիաջյան ընտանիքների մասին, մեր տոհմի մասին, ինչպես գաղթեցինք
Օսմանյան կայսրությունից Վրաստանի ներկա Վրաստանի Հանրապետության տարածք, ինչպես տեղափոխվեցին մեր մի մասը ներկա Հայաստանի Հանրապետություն եւ ինչ ներդրումներ եւ գործեր են կարել Հայաստանի Հանրապետությունում ապրելու ժամանակ, խոսքը դա պետականաշինություն, կրթություն, գիտություն, տեխնիկական զարգացում եւ ես էլ գիտեք որ ոլորտում եմ պետության օգնել։ Այդպես մի փաստավավերագրական կինո նկարեր, մի տողմի պատմություն վերնագրով, դա YouTube-յան մեր ալիքում կա, պարոն Էլֆիաջան, դուք գիտեք, պարոն Ագազյան, ներողություն, դուք գիտեք, ես ուղարկել եմ, ու դրա վերաբերյալ ինձ եւ իմ եղբայրներին պատվոգրեր հանձնվեց քաղաքապետարանի եւ նահանգային Ձեր պապիկի պարոնների մասին կողմից։ կա հետաքրքիր տեղեկություն, դուք Բաթումի ձեր պապիկի մասին եք պատմում, Ախալցխայի պապիկի մասին, Այո, ով ֆեդայի էր, այդ մասին այո, եք Մակարյան մի քիչ Նիկոլ։ էլ խոսեք։ Մենք գաղթել ենք մեր մի ճյուղը գաղթել է ներկա Վրաստանի Հանրապետություն 1840-ականների 50-ականներին գաղթել են հիմնականում Օսմանյան կայսրության Սինոպ, Սամսուն նահանգներից։ Մյուս մեր ճյուղը գաղթել է Էրզրումի վիլայետից եւ Էրզրումի եւ Արտվինի վիլայետների արանքում կա մի մեծ Համշենցի են շեն, մի մասը։ շատ հին գյուղ է, որտեղ շատ ախցխացիներ ունեն տեղի ծագում, դա Յուսուֆելի գյուղն է ներկայիս։ Մենք այնտեղ շատ գեղեցիկ վանքեր ունենք, դա հին տայքն է, կամ ինչպես վրացիները ասում են տաուկ լարջետի, Աշոտ Բագրատունի այս վերջերս իդեպ Աշոտ Բագրատունի դամբարանն են գտել Թուրքիայի Հանրապետության տարածքում։ Հա, հենց Շավշետի կողքը Արտանուշ բնակավայրում։ Հա, ես տեղով անցել Աշոտ արքայի Բերտի հենց կողքը գտել են դամբարանը։ Հա, հայտա Թուրքիան ճանաչել է, որ դա Բագրատունի է։ Նա եղել է վրաց եւ հայոց արքա Բագրատունի Աշոտ։ Հա, ինչ ասեմ, ինձ թվում է լավ է լինելու եւ մեր ընտանիքը տեղափոխվեց Վրաստան, ներկայիս Վրաստան, այն ժամանակ ռուսական կայսրություն, քանի որ նրանք քրիստոնյա էին եւ քրիստոնյաները հալածանքների չէին ենթարկում նման ինչպես Թուրքիա Օսմանյան կայսրությունում, տեղափոխվեցին եւ Վրաստանի, ներկայիս Վրաստանի տարածքում հիմնեցին թեյագործություն, ծխախոտագործություն։ Իմ պապիկս Էնֆիաջան Արամը Բաթում քաղաքի բուսաբանական այգու հիմնադիրներից մեկն ա եղել։ Նա հուղարկավորված է Բաթումի քաղաքի եկեղեցու բակում։ Եկեղեցին կառուցել է Մանթաշյանը, Արամյանցը, Մելիք Ադամյանցը, իմ պապը եւ մի քանի հոգի իրաց նման գործարաններ այդ ժամանակվա։ Հա։ Վրաստանի որոշ շրջանակներ հիշում են մեր ներդրումի մասին, որոշները չեն հիշում։ Դա այդ համշենական, այսպես ասած, ճյուղն է։ Մյուս ճյուղը, որ Ախոցխայ է եկել, դա Էրզրումից 1830-ականներին են էլ եկել, դա եկել են Յուսուֆելիից, եկել են հենց Շավշետի ձորով, սենց Արտանուշով բարձրացել են Արտահան, սենց Արտանից իջել են Ախոցխայ։ Մոտավորապես տենց եկել են, պապիկս փոքր ա եղել, պապիկս Արտվինից ա եկել, պապիկս Արտվին էր ծնվել, տենց Ինքն էլ գիտեմ, որ զբաղվել է ֆիդայի է եղել, մասնակցել է։ Այո, զբաղվել Լևոն Հաջի Լևոնի գերն ա եղել ա Ախոցխայի կամավորականների կազմում Վանի ինքնապաշտպանությանը եւ բնակության տեղափոխմանը Ախոցխայ եւ Երևան, որովհետեւ ահագին մեծ քանակությամբ փախստականներ են դուրս եկել Վանից։ Հա, իրանց հրամանատարն են բերել մարմինը, մեկը խփվել է, բերել են, հասել են Ախոցխա։ Ախոցխայում հետո ռուսները իրանց ձերբակալել են, Թբիլիսի են նստացրել եւ այլ կազակները, քանի որ ռուսական կայսրությունը ձերբակալում էր նման տղաներին, որի մասին իհարկե չեն գրում։ Շատ շնորհակալ ենք, պարոն Էլֆիաջան, այսօրվա զրույցի համար։ Ցտեսություն։ Տեսություն։